Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ահաբեկված է հետևել եվրոպացիներին ճոխ ընդունած Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Իլհամ Ալիևի ջերմ շփումներին։ Ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսք տվեց պարոն Ալիևին, ինչպես Ադրբեջանի նախագահը քրիստոնյա նահատակներին անվանեց պատերազմական հանցագործներ եւ պահանջեց, որ հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Ադրբեջանում, բռնապետական այդ երկրում։ Ըստ Ամստերդամի, եթե Փաշինյանը մտածեր իր պետության շահերի մասին, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը կօգտագործեր Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների Հայաստանի տարածքի ավելի քան 240 կիլոմետրի ադրբեջանական օկուպացիայի մասին խոսելու համար։ Կպատմեր, որ Արցախում հենց հիմա հայկական մշակույթն է ոչնչացնում Ալիևը։ Փոխարենը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաճոյախոսություններ արեցին իրար։ Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանի շահը չի համընկնում հայ ժողովրդի շահի հետ։ Փաշինյանը երկիրը վերաձևում է Ադրբեջանի ցանկություններին համապատասխան, այսպիսի տպավորություն ունի միջազգային փաստաբանը, որը շուրջ 1 տարի ուսումնասիրում է Հայաստանի քաղաքական կյանքը։ Ասում է Հայաստանը իր տեսած առաջին երկիրն է, որի ղեկավարը այսքան վատ է վարվում սեփական ժողովրդի պատմության հետ։ Աշխարհի պատմության մեջ սա հազվագյուտ դեպք է, որ քաղաքական առաջնորդը բացահայտ այսպես վատ վարվի իր իսկ պատմության, մշակույթի ու կրոնի հետ, այդ կերպ լքի ժողովրդի իրական շահերը։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովում Հայաստանի համար կենսական նշանակության շատ հարցեր մնացին ստվերում։ Չնայած Հայաստանի իշխանությունը շքեղ ընդունելության էր արժանացրել եվրոպացի հյուրերին։ Նկատում է Ամստերդամն ու շեշտում, Եվրամիությունը հեռացավ իրավունքի գերակայությանը սատարելու իր պարտավորությունից։ Ես երբեք չէի տեսել, որ մի երկրում այդպիսի կարևոր ժողով անցկացվի ու այդ երկրի ժողովրդին որևէ խոստում չտրվի։ Ասեք ինձ, Հայաստանի ժողովուրդը ինչ շոշափելի օգուտ ստացավ եվրոպացիների այցից։ Գագաթնաժողովի ընթացքում չներկայացվեց Հայաստանի շահերից բխող գեթ մեկ հարց։ Միայն այլ երկրների առևտրային շահերն ու տարբեր ուղիների զարգացման հեռանկարները ներկայացվեցին։ Ժողովրդավարության մասին անընդհատ աղմկոտ եվրոպացի պաշտոնյաներից ոչ ոք չհանդիպեց ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Ոչ ոք չխոսեց Հայաստանի բանտերում պահվող քաղբանտարկյալների մասին։ Ոչ ոք չդատապարտեց այն, որ եկեղեցուն պաշտպանություն հայտնելու համար Հայաստանում մարդիկ բանտարկվում են։ Օրինակ իմ վստահորդը Սամվել Կարապետյանը, որ հաջողակ գործարար է, քաղաքական կյանք մտավ եկեղեցու դեմ իշխանության հարձակումների պատճառով։ Ամստերդամի տպավորությամբ Երևանում անցկացված ժողովները միայն Ռուսաստանին փնովելու, Փաշինյանին գովելու համար էին։ Ըստ նրա, Երևանի տարբեր ամբիոններից ռուսամետ էին ներկայացվում Հայաստանի ընդդիմադիր ուժերը, որոնք փաստաբանի խոսքով ոչ թե ռուսամետ են, այլ ուղղակի Եվրամիությունից բացի գնահատում են նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու կարողությունը։ Սամվել Կարապետյանը հաջողակ գործարար է, որը ցանկանում է աշխատել միջազգային բոլոր գործընկերների հետ։ Նա կողմ է բոլոր այն պետություններին, որոնք կարող են ներդրումներ բերել Հայաստան։ Սա է նրա նպատակը, միակ հետաքրքրությունը եւ շահը։ Միջազգային փաստաբանի պնդմամբ Եվրամիությունը ուղիղ միջամտում է Հայաստանում անցկացվելիք ընտրություններին։ Պարզապես դեռ հարց է, դա միջամտություն է Փաշինյանին, թե Ալիևին սատարելու համար, ասում է Ամստերդամը։ Նա 140 էջանոց զեկույց է պատրաստել, որտեղ ներկայացրել ու դատապարտել է Հայաստանում Եվրամիության սխալները։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։